Նոյան ագրավը կորավ խավարի մեջ, իսկ աղավնին փնտրեց լույսն ու գտավ։ Նոյան աղավնին մարդկությանը վերադարձրեց նոր կյանք, բերեց նոր քաղաքակրթություն։ Զավակների տուղարկիր նոր քաղաքակրթության հետևից, միայն լուսավոր ուղին ցույց կտա, թե ուր է գնում Հայաստանը։ Նոր աշխարհակարգը դուրս է մղում այն երկրները, որոնք նոր արժեքներ չեն տալիս համամարտկային քաղաքակրթությանը։ Եթե հաջողացրել ենք 20 տարում երկու պետություն ստեղծել, ուրեմն պիտի չուրանանք նաև գենետիկ այն շնորհները, որոնք ավանդաբար քաղաքակրթական արժեքներ են ստեղծել։ Մենք ուխտ ունենք միշտ դեպի լույս, գրեց ամենայն հայոց բանաստեղծը։ Լույս, հենց այդպես էլ կոչեցին մրցունակ ու արդյունավետ գիտելիք ստեղծող այն հիմնադրամը, որ երիտասարդ միտքը մարզում է առաջնակարգ համալսարաններում։ Եթե հայ են, եթե 18 տարեկանից 40 տարեկան են, եթե ընդունվել են 10 լավագույն համալսարանից մեկին, իրենք օտոմատիկ ձևով կրթաթոշակ ստանում են։ Լույսի շնորհիվ արդեն 100-ից ավելի շրջանավարտ բարձրակարգ ուսում է ստացել եւ այժմ էլ ավելի քան 200 ուսանող կրթվում է Ամերիկայի, Եվրոպայի եւ Ասիայի առաջատար համալսարաններում։ Սկսելով ընդամենը մի քանի տասնյակ դիմորդից այսօր լույսը ազդարարում է։ Համապատասխանեք չափանիշներին։ Տեղերը սահմանափակ չեն ու սահմաններ էլ չկան։ Հայ ուսանողի համար լինի Հայաստանից, թե Սփյուռքից։ Աշխատանքային փորձով կարողանում ես շտկել գիտելիքիդ պակասը, բայց ակադեմիական կրթությունը ամեն դեպքում, հատկապես Օքսֆորդի նման բարձրակարգ համալսարանում երևի թե միակ բացառիկ հնարավորություն է։ Հայաստանը ունի աղքատ եւ հարուստ զավակներ։ Լույսի բացառիկ նշանակությունը իր սոցիալական արդարությունն է։ Պետությունն առաջին անգամ հնարավորություն է տալիս գիտելիքի կարիք ունեցող երիտասարդին ընտրել այն կրթությունը, որը ցանկանում է, անկախ իր սոցիալական կարգավիճակից։ Ավելին, սոցիալապես անապահով եւ խելոք երիտասարդին Հայաստանի Հանրապետության անունից գործողում է ուսման, ընդ որում ֆինանսավորելով ոչ միայն ընդունակությունը, այլև ամբիցիան սովորել միայն լավագույններում։ Կարող է հաշմանդամ միջին խավի ընտանիքի զավակ ընդունվել նմանատիպ վարկանիշ ունեցող համալսարան։ Շնորհակալություն։ Մենք ենք ձեզ շնորհակալ։ Մաթեմատիկական ֆինանսներում աշխարհի 3 լավագույն ծրագրերից է, արժե այդպիսի գումարը հայթայթել, արժե։ Մենք միջին սոցիալական խավի ընտանիք ենք, դրա համար ես գումարներ եմ հայթայթում։ Նարեկն այս հարցազրույցը տվեց Երևանում, ու մեկնեց Կոլումբիայի համալսարան։ Այն ինչ գիտեր Երևանում, հասկացավ նահանգներում, ավելին, այնտեղ հայտնվելուց հետո պարզ դարձավ, ինչ է անում լույսը իր սերնդի համար։ Նախկինում էլ էին ուսանողները Հայաստանից եւ Սփյուռքից ընդունվում աշխարհի լավագույն համալսարանները, բայց երևի թե քչերն էին կարողանում ֆինանսավորեն այդ ահռելի վարձերը։ Լույս հիմնադրամը ոչ միայն սպասարկում է ժամանակակից մրցունակ կրթության պահանջարկ, այլև կարողանում է գեներացնել հայերի նոր սերունդը նոր ժամանակների եւ նոր գաղափարների համար։ Իզուր չէ, որ ընտրվել են աշխարհի լավագույն համալսարանները, որոնք ոչ միայն կրթական, այլև գիտական խոշոր հաստատություններ են, որոնք ոչ թե մասնագետներ են թողարկում, այլ այն դերակատարներին, որոնց վերապահված է իրենց մտքի ուժով ստեղծել նոր տեխնոլոգիական աշխարհը։ Հոնկոնգի համալսարանը ինքը լինելով Ասիայի ֆինանսական կենտրոնում հենց տեղակայված համալսարան, շատ կարևոր տեխնիկական եւ ինդուստրիայի համար անհրաժեշտ գիտելիքներ ինձ տվեց, որոնք շատ մեծ հույսեր ունեմ, որ ճիշտ եւ ըստ էության կօգտագործեմ։ Պատկերացրեք, մի քանի տարի հետո Հայաստան վերադառնան 80-90 երիտասարդներ, ովքեր գիտելիքներ են ստացել հայլուն ուսումնական կենտրոնների մատուցմամբ։ Պատկերացնում եք, թե մեր երկիրը ինչ նոր շնչառություն կստանա։ Բոլոր երկրներն էլ երկեր են որոնում, որ իրենց երիտասարդ միտքը կոփել տան առաջնակարգ համալսարաններում։ Շատ քիչ պետություններ կան, որ այդ գործն անում են առանց նախապայմանների։ Շատ պետություններ ապագա մասնագետին պարտադրում են վերադառնալ եւ պետական համակարգում աշխատանքով վերադարձնել արված ներդրումը։ Հայաստանն այն եզակի երկրներից է, որ չի խլում իր երիտասարդի ազատությունը եւ չի կալանավորում նրա ապագան, որովհետեւ ուսյալ հայը աշխարհի յուրաքանչյուր անկյունում մեծ արժեք է Հայաստան պետության համար։ Նպատակ ունեմ հետագայում շարունակել մասնագիտական աշխատանքս մի որոշ ժամանակ ԱՄՆ-ում կորպորատիվ իրավունքի գծով, հետագայում ինձ տեսնում եմ Հայաստանում։ Անգլիայում կամ Ամերիկայում երբ որ գնում ես կրթության վերջ, դու գնում ես այնտեղ միանգամից շատ լավ գումարով, ամենտեղ էլ դժվար է եւ ինձ կարծում եմ, որ Հայաստանը այսօր դրությամբ այդքան էլ վատ չի սկսելու համար։ Եթե որևէ մեկը ձեզնից կարողանա իր կյանքը շարունակել գիտական այնպիսի
հաստատություններում, հիմնարկներում, որոնք Հայաստանում բացակայում են, որևէ մեկը չի կարող ձեզ կշտամբել, թե ինչու դուք ընտրեցիք այդ ճանապարհը։ Բայց եթե դուք դրսում անելու եք այն աշխատանքը, որ կարող եք անել Հայաստանում, ձեզ որևէ մեկը չի հասկանում։ Հայաստանն աշխարհի բոլոր անկյուններում փնտրում է արդիական գիտելիք, որովհետև հենց արդիական գիտելիքն է, որ Հայաստանում կարող է ստեղծել աշխատատեղեր։ Հենց կրթված երիտասարդն է ստեղծում աշխատանք եւ այդ աշխատանքի արդյունքով է Հայաստանը ինտեգրվում ժամանակակից աշխարհին։ Գիտելիքն է չափը, այլ չափորոշիչներ ուղղակի պայմանականություններ են։ Ուզում եմ, որ դուք վստահ լինեք, վստահեցնեք նաեւ բոլոր այն երիտասարդներին, ովքեր ցանկություն ունեն գիտելիք ստանալու, որ մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի լույս հիմնադրամի կրթական ծրագիրը ընդլայնենք։ Հայրենիքից հեռու գիտելիքի լույսը փնտրող երիտասարդները նոր քաղաքակրթության այն առաքյալներն են, որոնց սպասում է Հայաստանը։ Եղեք ռեալիստ ու մեծ երազանքների ձգտեք։ Մեծ մտածեք։ Միայն գիտակ, տեղեկացված, կիրթ եւ աշխարհը տեսած հայը կարող է դիմակայել աշխարհի մարտահրավերներին, իր կրթությամբ դառնալ նոր աշխարհակարգի ճարտարապետը, իր հայացքով երկիրը տանել դեպի ապահով Հայաստան։ Մեկնարկը տրված է։